Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Իրանի աշխարհիկ իշխանությունը կարծում է թրիփը ճանապարհ է, հոգևորը որ միջանցք է։ Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան։ Հայաստանն ու Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, մանրամասներն անհայտ են։ Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետականը դեռ չունի ընտրություններին մասնակցելու որոշում։ Ինչին դրանք ինչ են անում, դարմայրներ են։ Թոշակների ավելացումը նախընտրական քայլ, թե իրական հոգատարություն։ Չկորցնելու համար դիմումա բոլոր միջոցներին։ Գոսպեդի, չկա տենց բան։ Մարդը ինչ նստելա շատ է լավ գործեր անում։ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է Ադրբեջանի մասնակցությունը որևէ մակարդակով նախատեսված չէ։ Պաշտոնական Երևանը ըստ հայտարարությունների թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահներին էր հրավիրել Գարնանը կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Իշխանությունը, որը պնդում է, թե նոր սահմանադրության հանրաքվեն Ադրբեջանի պահանջով չեն նախաձեռնում, շարունակում է պահել գլխավոր ինտրիգը, արդյոք նախագծում այլևս չի լինի անկախության հռչակագրին հղումը։ Հենց դա է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու նախապայմանը ու շատ հնարավոր է, որ մարտին էլ չի մացվի, ինչ կա այնտեղ գրված։ Մեր աշխատանքների ամփոփման ամիսը մարտ ամիսն է շարունակում մնալ, այսինքն մարտին մենք կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա այլևս կլինի։ Չնայած արդարադատության նախարարի շաբաթներ առաջ արած այս պնդմանը, նրա տեղակալն այսօր հայտարարեց մարտ ամսին նոր սահմանադրության տեքստի հրապարակման հարցով դեռ վերջնական որոշում չունեն։ Տիգրան Դադունցը փորձեց բացատրել, թե որ դեպքում փաստաթուղթը գուցեև մարտին չհրապարակվի։ Մենք պետք է վստահ լինենք, որ տեքստը ամբողջական է եւ որովհետեւ գիտեք, երբ որ տեքստի շուրջ աշխատում ենք, ինչ որ կարգավորում ենք բերում, մենք պետք է վստահ լինենք, որ բացեր չկան։ Եթե մենք վստահ լինենք, որ տեքստը առնվազն մեր գնահատմամբ ամբողջական է եւ նաեւ խորհուրդն էլ մենք խորհրդի հետ էլ կքննարկենք եւ կարծում եմ եւ եթե նաեւ խորհրդի հետ էլ որոշակի կոնսենսուս ունենանք, որ մենք շարունակում ենք ձեզ հետ աշխատել, բայց նաեւ զուգահեռ հարությունն էլ իմանա, կարծում խնդիր չի լինի։ Միևնույն է, հարությունը բնականաբար իմանալու է այդ տեքստի մասին, հրապարակվելու է ինչ-որ փուլում, որովհետեւ մենք պետք է հանրության հետ աշխատենք։ Այդ դեպքում ինչպես էր նախարար Գալյանը փետրվարի սկզբին պնդում, որ մարտին հրապարակման ենթակա տեքստ պատրաստ կլինի։ Փոխնախարարը չբացատրեց, փոխարենը շեշտեց, փաստաթղթի մեծ մասը պատրաստ է, դրանք ինտենսիվ քննարկվում եւ հաստատվում են նաեւ սահմանադրական փոփոխությունների խորհրդում։ Հույս ունենք, որ գոնե մարտ ամսվա ընթացքում մենք ունենանք, եթե ոչ ամբողջությամբ, ապա բազմաթիվ թեմաներ արդեն խորհրդի կողմից քննարկված եւ հաստատված։ Մարտին մնացել է 2 օր։ Սա արդյոք նշանակում է, որ արդարադատության նախարարությունում արդեն քննարկել են նոր սահմանադրության նախաբանում անկախության հռչակագիրը թողնել-չթողնելու հարցը։ Փոխնախարարը նախ պնդեց, թե այդ հարցով նորություն չկա, հետո շեշտեց, թե անկախության հռչակագիրը հեռացնել-չհեռացնելու հարցը տեխնիկական չէ, որ մի օրում նստեն որոշեն։ Մենք դա մոտեցում է, այսինքն այդ առաջարկը նաև վարչապետի կողմից դա այդ առաջարկը կամ այդ գաղափարը հնչեցվել է եւ դրա շուրջ իհարկե պետք է քննարկումներ լինեն, որպեսզի կարողանան բաշխած ձևակերպումներ լինեն եւ այդ քննարկումները մենք առանց խորհրդի եւ առանց մասնագիտական քննարկումներ չեն կարող անել։ Այդ դեպքում ինչպես են մի քանի շաբաթում նախաբանի նոր տեքստ գրելու, եթե ինչպես վստահեցնում են մարտ ամսին աշխատանքը կավարտեն։ Փոխնախարարին հարցը զարմացրեց։ Որտեղից ենթադրեցիք, որ պետք է այդ 1-2 շաբաթում դա մտածել։ Ես դրա համար նշեցի, որ երկար process։ Այո, ինչու՞, այո, հնարավոր է։ Մենք քրտնաջան աշխատում ենք եւ ոչ մի ջանք ու երան չենք խնայում։ Իսկ այդ դեպքում ունեք ինչ որ տարբերակներ նախաբանի, որ քննարկվում են, բան թե զրոյից եք սկսելու այս մի ամսում։ Դե այս պահին չեմ կարող ինչ որ տարբերակի մասին խոսել, ճիշտ չի լինի։ Therefore the
Ադրբեջանի նախագահը 10 օր առաջ վերահաստատել է, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել եւ այնտեղից անկախության հռչակագրին հղումը չի հանվել, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը չեն ստորագրի։ Ավելին, Իլհամ Ալիևը պնդել էր, թե Բաքուն Երևանի հետ այդ հարցով փոխըմբռնում ունի։ Մեջբերեմ, թե ինչ պետք է արվի եւ ինչ հաջորդականությամբ։ Փաշինյանի կաբինետի անդամն այսօր դարձյալ հերքում էր, թե նոր սահմանադրության ընդունման օրակարգը կապ ունի Բաքվի պահանջի հետ։ Եվ այդ լեգիտիմությունն է, որ ժողովուրդը ի վերջո մասնակցելով հանրակրվեին եւ կողմ կամ միգուցե դեմ քվեարկելով իր որոշումը կայացնի եւ իրենը համարի դա։ Նոր սահմանադրության ընդունման համար հանրակրվե անցկացնելու ժամկետները դեռ հստակ չեն։ Արդարադատության փոխնախարարն այսօր միայն ասաց, դա երկար գործընթաց է։ Ընդ որում նախագծի պատրաստ լինելուց հետո այն պետք է նախ կառավարության հավանությանն արժանանա։ Հետո ուղարկվի ազգային ժողով, իսկ վերջին խոսքն էլ լինելու է սահմանադրական դատարանինը, որից հետո միայն կդրվի հանրակրվեի։ Այս ընթացքում իրար հակասեցին, կրկին իրար հակասեցին Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող ճանապարհի մասին Իրանի հոգևոր եւ աշխարհիկ իշխանության հայտարարությունները։ Մեկը թրիփը միջանցք է համարում, մյուսը ճանապարհ կրկնելով, որ հավատում են հայ գործընկերների հավաստիացումներին, թե թրիփը Իրանի դեմ չէ։ Թրիփը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը։ Արդյոք Թեհրանի մտահոգությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ իրականացվող ծրագրի շուրջ փարատվել են։ Ազատությունը հարցրեց Խալիլ Շիրղոլամիին։ Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք այս հարցի շուրջ, մշտական կապի մեջ ենք։ Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան։ Օգոստոսի 9-ի Վաշինգտոնյան համաձայնությունից հետո հարևան Իրանից պարբերաբար մտահոգություններ էին հնչում։ Պաշտոնապես հայտարարում են, թե թրիփի մասին հայկական կողմի հավաստիացումներին հավատում են։ Մյուս կողմից, սակայն մտավախություն հայտնում, թե Միացյալ Նահանգներն այս ծրագիրը հնարավոր է սեփական անվտանգային քաղաքականությունը շարունակելու համար օգտագործի։ Անցած տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականն ուղիղ հայտարարել էր, թե թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է, եւ Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել այս նախագծին։ Հաշվի առնելով Միացյալ Նահանգների թշնամական վերաբերմունքը Թեհրանի հանդեպ, մենք մտահոգություններ ունեինք, որոնց մասին մեր հայ գործընկերների հետ խոսել ենք շատ ջերմ մթնոլորտում։ Նրանք մեզ վստահեցրել են, թե Հայաստանը Իրանի դեմ գործողությունների հարթակ չի դառնա։ Մենք փոխադարձ վստահություն ունենք։ Այժմ Իրանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները վերջին տարիների համեմատ առավել լարված են։ Հունվարին Իրանում զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ զինված գործողություններ իրականացնելուց հետո, ինչի հետևանքով ըստ տարբեր աղբյուրների հազարավոր խաղաղ ցուցարարներ զոհվեցին, ամերիկյան կողմը սպառնաց ռազմական գործողության դիմել, եթե սպանությունները չդադարեն։ Իրանն էլ Միացյալ Նահանգներին ու Իսրայելին մեղադրեց բողոքի ցույցերը կազմակերպելու համար։ Վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները զորքեր է կենտրոնացրել տարածաշրջանում, Թեհրանից պահանջելով միջուկային ծրագրի շուրջ գործարքի գնալ։ Այժմ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցում են այս հարցի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անցած ամիս հավաստիացրեց, թե Թեհրանի համար մշտապես հասանելի են։ Մենք անընդհատ կապի մեջ ենք եւ պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագում են։ Հենց այս փուլում շաբաթներ առաջ Հայաստան, ապա Ադրբեջան այցելեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Այս շաբաթ էլ պաշտոնական այցով Իրանում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել նրա այցի ընթացքում շատ բան հայտնի չէ։ Փոխարենը պարզ է, որ Պապիկյանին Թեհրանում զինվորականներից բացի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են ընդունել, այդ թվում նախագահ Մասուդ Փեզեշքյանն ու ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Արդյոք կողմերը պատրաստվում են ռազմատեխնիկական համագործակցություն սկսել։ Երևանը դիտարկելու է նաև հարևան երկրից զինամթերք գնելու տարբերակը։ Սուրեն Պապիկյանի հանդիպումների վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունները փակագծեր չեն բացում։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նույնպես մանրամասներ չհայտնեց։ Իրանը մշտապես աջակցել եւ պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, եւ այս կարեւոր նպատակի համար մեր համագործակցությունը մշտապես զարգացրել
ենք նաև պաշտպանական բնագավառում։ Իրանական կողմի հաղորդագրությունները Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումների մասին ավելի ընդարձակ են։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին օրինակ կրկնել է Թեհրանի դիրքորոշումը, թե մեջբերեմ տարածաշրջանի կայունությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրներն առանց այլ ուժերի միջամտության։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին էլ պնդել է, թե արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանի բնակիչների շահերին եւ մեջբերեմ անկայունության եւ անապահովության պատճառ է։ Թե ինչ է պատասխանել Պապիկյանը, պարզ չէ։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություններում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների պնդումների վերաբերյալ անդրադարձ չկա։ Դուք շատ միակողմանի տեսակետներ ներկայացրիք ու պատմությունը միայն մի կողմից լուսաբանեցիք։ Սա հակասում է պրոֆեսիոնալ լրատվական ծառայություններին։ Իդեպ դեսպան Շիրղոլամին հարցազրույցից առաջ անհրաժեշտ համարեց քննադատել Ազատությանը Իրանում հազարավոր ցուցարարների սպանությունը ու հենց Երևանում դեսպանատան առջև իրանցիների ցույցերը մեջբերեմ միակողմանի լուսաբանելու համար։ Երեկվանից Լեհաստան մեկնած վարչապետ Փաշինյանի պաշտոնական հանդիպումները այսօր տեղի ունեցան։ Նա առանձնազրույց ունեցավ իր պաշտոնակից Դոնալդ Տուսկի հետ, դրանից հետո մամուլի համար հայտարարություններ արեցին։ Լեհաստանի վարչապետը ընդգծեց, որ Եվրոպայի դռները բաց են Հայաստանի առաջ։ Երևանն ու Վարշավան ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, որի մանրամասները սակայն հայտնի չեն, բայց ինչն էր անսովոր, այդ համաձայնագիրը հայկական կողմից արտգործնախարարը, ոչ թե պաշտպանության նախարարը ստորագրեց։ Մենք շատ զգուշությամբ, բայց նաև հստակորեն բաց ենք Եվրամիությունը ընդլայնելու համար, այն բոլոր երկրների համար, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը։ Ես վստահ եմ, որ քո վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում, եւ ուզում եմ եւս մեկ անգամ քո մոտեցման համար խորը երախտագիտությունս հայտնել։ Նախարար կոմիսիան Կամիշը շատ է ներգրավել այն համագործակցության մեջ, նաև ռազմական։ Դա վկայում է այսօրվա հուշագրի ստորագրությունը։ Հավատում ենք, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում, ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը։ Գիտենք, որ երկու երկրներս էլ, ինչպես նաև երկու վարչապետներս էլ հստակ գիտենք, թե ինչ անել, ինչպես անել, որպեսզի մենակ չլինենք, որպեսզի լինենք միասին եւ որպեսզի կայուն անվտանգություն ապահովենք մեր երկրներին, մեր ժողովուրդներին։ Պիտի արձանագրեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին եւ իհարկե խաղաղության այն գործընթացին, որը մեր տարածաշրջանում տեղի է ունենում։ Գիտեք, երբ մենք դեռ նոր էինք հայտարարում խաղաղության ռազմավարություն որդեգրելու ճանապարհը եւ ես Հայաստանում մեր խորհրդարանում ներկայացնում էի խաղաղության գործընթացի մասին իմ տեսլականը, ընդդիմության падգամավորներից մեկը արձագանքեց հետևյալ կերպ, ասելով Հարավային Կովկասի մասին խոսում եք այնպես, կարծեք Եվրոպայի մասին եք խոսում, եւ իմ արձագանքը հետևյալն էր, ես ասացի, իսկ մենք համոզված ենք արդյոք, որ լավ գիտենք Եվրոպայի պատմությունը։ Եվ Եվրոպան այդ առումով մեզ համար օրինակ է եւ ճիշտն ասած, եթե շատ անկեղծ լինեմ, նաեւ խաղաղության գործընթացում հենց Եվրոպայի շատ բարդ, շատ դաժան պատմության օրինակն է, որ մեզ ի վերջո բերել են համոզման, որ ինչպես դուք նշեցիք, խաղաղությունը իսկապես ամենակարևորն է, որովհետև միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց շատ կարևոր է ունենալ եւ կարողանալ հենվել այն փաստարկների վրա, որոնք ի ցույց են դնում խաղաղության անայլընտրանք լինելը, ժողովրդավարության անայլընտրանք լինելը եւ ազատության անայլընտրանք լինելը եւ ազատության այն ճանապարհը, որ Լեհաստանը անցել է եւ ժողովրդավարական հասարակության կառուցման այս գործընթացը իհարկե մեզ համար օրինակելի է։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետականը դեռ չունի ընտրություններին մասնակցելու որոշում։ Ինչին դրանք ինչ են անում։ Դարմայրներ են։ Թոշակների ավելացումը նախընտրական քայլ, թե իրական հոգատարություն։ Թորը չկորցնելու համար դիմում է բոլոր միջոցներին։ Գոսպեդի, չկա տենց բան։ Մարդը միշտ ինչ նստելա շատ է լավ
գործեր անում։ Նախընտրական թեմաների մասին մինչ մոտ 1 տասնյակ ուժեր արդեն իսկ հայտարարել են ընտրություններին մասնակցելու որոշման մասին, նախկին իշխանական հանրապետականը շարունակում է պնդել, թե որոշում չունի։ Բայց արդեն ժամկետներ է նշում, թե երբ կկողմնորոշվեն։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը այսօր չի թաքցրել, որ ընտրությունների թեմայով բանակցություններ են անցկացնում։ Մոտ մեկ շաբաթ առաջ դուք ասացիք, որ բաց եք բանակցությունների համար եւ եթե ովքեր ուզում են, ապա կարող են ձեզ այցելել բանակցել, որովհետեւ դուք գնալու որևէ տեղ ցանկություն չունեք։ Որևէ մեկը ձեզ այցելեց այդ նախընտրական բանակցությունների։ Այո։ Այդ դրա մասին չեմ ասի։ Իսկ ունեք որոշում արդեն ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Ոչ, դեռևս չունենք։ Եվ դա զարմանալի չի, որտեղ առաջին հայացքից հեշտ բան է, էլի մասնակցում ենք կամ չենք մասնակցում, բայց երբ որ էության մեջ ենք մտնում, այդտեղ երկվություն կա։ Պայքարել մի քանի մանդատների համար, թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ, նվազագույնի հասցնելով ներընդդիմադիր պայքարը, դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել։ Ներընդդիմադիր շրջանակների մասին խոսեցիք, ներընդդիմադիր պայքարի, տեսնում ենք, որ վերջին շրջանում դարձյալ այսպես փոխհրաձգությունը ակտիվացել է հատկապես երկրորդ նախագահի եւ ձեր թիմի միջև, ինչով եք սա պայմանավորում։ Ես չեմ կարծում, որ ներընդդիմադիր պայքարը հաստատվել է։ Ես ուղղակի կարծում եմ, որ ջրերը զուլալվում են։ Եվ մենք այդտեղ որևէ խնդիր չունենք։ Բոլոր նրանք, ովքեր դիփորձեն, ես նկատի ունեմ քաղաքական ուժերին, ովքեր դիփորձեն մեր հաշվին աչուկ հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը։ Եվ եթե իրենք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն, բոլորն էլ կլսեն, մենք որևէ կոմպլեքս չունենք։ Օրակարգի հակասությունների մասին խոսեցիք եւ քանի որ ավելի շատ դա դրսեւորվում է կարծես Քոչարյանի եւ ձեր առաջնորդած ուժի անդամների միջև, ի վերջո դուք եք վերագրում, այդպես չի, չէ։ Այդ ընդհանուր եք տեսնում այդ խնդիրը, որ ներընդդիմադիր դաշտում այսօր չեք տեսնում։ Ախր դուք ինձնից շատ պետք է տեսնեք ձեր ժամանակը։ Շատ տեսնում ենք ձեր եւ Քոչարյանի կողմնակիցների մեջ արտացոլում։ եք տեսնում։ Այդ խնդիրը, որ կա այսօր ընդդիմության տարբեր թևերի միջև, դուք դրա լուծումը ինչպես եք տեսնում, որ ընդհանուր հայտարարի կան այդ Այո, ես դրա լուծումը տեսնում եմ կենտրոնական խնդրի կարևորության գիտակցման մեջ։ իշխանափոխության։ Այո։ Այս ընթացքում շարունակվում են իշխանության նախընտրական անակնկալները։ Երևանի քաղաքապետը մի քանի ժամ առաջ հայտարարեց, որ մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձը կբարձրանա, երեկ էլ թոշակների ավելացման մասին վարչապետն էր տեղեկացրել, կտրուկ փոխելով 2 ամիս առաջվա դիրքորոշումը։ Հիմա հենց թոշակառուների արձագանքը դիտենք, ինչպես են ընկալել, ընտրություններից առաջ իրենց սիրտն են շահում, թե կառավարությունը իսկապես մտածում է իրենց մասին։ Մեր իսկական ֆռալու վախտն է, երեխեքին ծնինք, բերինք, կրթության տվինք, լավ պահեցինք, մեծացրեցինք, հիմի մեկ քիչ, այս տարիներ մեր մասին պետք է մտածենք, բա կոպեկ չունենան ծերներս, որ մեր մասին մտածենք։ Տիկին Ամալյան ընկերուհու հետ ֆռալու էր դուրս եկել Պոնչիկանոց։ Ինչքան ծախսեցիք Պոնչիկանոց։ Հեչ, 500 դրամ։ Բայց աշկս մեջ նոր մի հատ էլ ուտեի։ Ընկերուհիներով զայրացած են կենսաթոշակը 10,000-ով բարձրացնելու վարչապետի անակնկալ հայտարարությունը համարում են արժանապատվությունը ոտնահարող։ Ընտրության դեմ է։ Դրա համար բարձրացնում են, որ մարդիկ ընտրեն։ Թե չէ միջև մի քիչ էին բարձրացնում։ Ախր բոլորովին վերջերս էր Փաշինյանը բացատրում, թե ինչու կարիք չկա, որ բարձրացնեն թոշակները։ Տարեցները չգիտեն 10,000-ը ծախսելու ձևը, ավելի լավ է առողջապահական ապահովագրություն ունենան։ Ինչ որ ծերացանք, փողից գաղապար չունենք,
Օրինակ մեկը ես շատ վրդոված եմ մեր տարիքավորների իրան ցուցաբերած վերաբերմունքից։ 36,000 էր ստանում ապրիլի 1-ից կստանա 46,000։ Ես էլ եմ ուզում մրկեն լավ տեսակներից ուտեմ, կակրած այս տարիքում մեզի ամբողջ եթե տեղ բան չենք մրկերով բդի վիտամիններ ընդունենք։ Դա փող է։ Ու հիմա ամեն ինչը թանկ է։ Այդ 46,000-ն էլ է, դա փող է։ Ոնց որ նեղացած երեխային կոնֆետ տաս, որ հանգստանա, Արամ Մնացականյանն այսպես է նկարագրում իշխանության քայլը։ Ինքն անձամբ չի հանգստանա, կիսասոված եմ ասում է թոշակի բարձրացում շուտ ու շատ պիտի լիներ։ Ես որ մտնում եմ մսի խանութ, թանգարան եմ մտնում։ Միտքն էլ վատորակ եմ վերցնում, որովհետև լավը թանկ արժի։ Գոհետիկին Նուշիկը անկանխիկ առևտրից մի 10,000 ստանում է։ Հիմա էլ այս ավելացումը, վերջերս էլ անվճար կատե արեց։ Շատ ուրախ ենք։ Ինչու ուրախանամ, 10,000 ինչա կամ 5,000-ը, ամոթելա ողորմություն են տալիս։ 74,000 է ստանում այս կինը, չի ուրախանում, որովհետև մոռանալ չի կարողանում իշխանության ներկայացուցիչների միլիոնավոր պարգևատրումները։ Ինչի նրանք ինչ են անում, դարմայդներ են, դիտմամբ են վարդարդնում, որ իրան ընտրեն։ Աթոռը չկորցնելու համար դիմում է բոլոր միջոցներին։ Գոսպեդի, չկա տենց բան։ Մարդը միշտ ինչ նստելա շատ է լավ գործեր անում։ Ապրի ինքը։ Ապշում է այս կինը, ինչպես չի գնահատվում Փաշինյանի ընտիր քայլը, ինչու են առաջիկա ընտրությունների հետ կապում, նրա ընկերուհին բորբոքվում է ավելին պահանջողների ուղղությամբ։ Թող քիչ չալանեին, հիմա շատ կբարձրացնեին։ Նվազագույն կենսաթոշակ է ստանում այս տղամարդը, նախընտրական սիրուն քայլ է անվանում թոշակ բարձրացնելը, նման այլ քայլերի էլ է սպասում։ Հələ թող ավելի բանանի գրգռի մարդկանց, այսինքն համոզիչ գործողություններ անի, որ բոլորը 100% այս իշխանությանը ձայն տան։ Բոլ թոշակա տավ ապրի։ Թոշակի մասին ինձնից հարցուդին քիչ գիտեմ։ Արցախցի ամուսինները պետության տված տանվարձի փողին իրենց թոշակից են ավելացնում, ուտելիքի փող չի մնում, որովհետև մնացածը կոմունալներին են տալիս, մրսկան է ամուսինը։ Մրսում է, սաղոդում մրսում է, 50,000 լուսնա, եկալին 3 կտրել, ասե տեսնենք, ինչ ես ինտերիու վերցնում, ոնց ապրենք։ Ես չեմ ընդունում, ես իր այդ կեղծավոր ամեն ինչը փող ավելացնեմ, չավելացնեմ, 8 տարի ղեկավարում ես մի անգամ չավելացրեցի, հիմա նոր ես սկսել ավելացնել, պետք չի։ Տղամարդը իր խոսքի տայր է պիտի լինի, որ ասելա չի բարձրանալու թոշակը, բայց ինչու է բարձրացրեց։ Տիկին Շողիկն ամենահարազատի ջերմությամբ է խոսում վարչապետի մասին։ Ոնց կարելի է դժգոհել, ուղղակի չեմ հասկանում, Փաշինյանը սկզբից այնպես բաներ ասում, որ իր վրա խոսակցություն է բերում, հետո բարձրացնում է։ Այ Փաշինյան։ Դե պրինցիպի լավ է։ Հա։ Տարեցների մի մասը գոհ է, 10,000-ը հետ վճարը ապահովագրությունը գումարում ու թեպետ խոստովանում են, որ 10 օրը մեկ միս չեն գնի, բայց եւ դժգոհ չեն։ Մյուսները վիրավորված են, համարում են իշխանությունը սեր ու ջերմություն է ցուցադրում ձայներ կորզելու համար, թե չէ ինչու հանկարծ որոշեցին։ Սոցիալնախարարն այսօր կրկնել է Փաշինյանին, տնտեսական աճ կար, որոշեցին ապրիլի 1-ից թոշակ բարձրացնել։ Որոշ կենսաթոշակներ բարձրանալու են ավելի շատ, մենք ունենք դեպքեր մինչև 10,000 դրամներ, այսինքն օրինակ կերակրող կորցնելու կենսաթոշակներ եւ այլն, եւ շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել, ասենք 8 կամ 7,000 դրամ, դա խոսքը վերաբերում է շատ փոքրաթիվ մեր քաղաքացիների, որոնք արդեն իսկ բարձր կենսաթոշակ են ստանում, նկատի ունեմ միջինից մոտ 2 անգամ բարձր կենսաթոշակ ստացող քաղաքացիների է վերաբերում։ 667,000 կենսաթոշակառուի վերաբերող այս խոստումը դեռ ծրագիր պիտի դառնա, գործադիրի առաջիկա նիստերում։ Սոցիալը թոշակների բարձրացման համար 80 միլիարդ դրամ կստանա։ Ոչ այդ 80 միլիարդը, ոչ էլ իր 70,000 դրամ թոշակին ավելացող 10,000-ը բոլորովին չեն հետաքրքրում այս մարդուն։ Մենակ եմ, մենակ։ 37 տարի առած կնեջ։ Մի հարցել, որը շատերի կարծիքով եւս մեկ սիրաշահում էր ընտրողներին։ Գրաֆիկով ջրամատակարարման Վեոլիայի հայտարարությանը պաշտոնյաները մեկը մյուսի հետևից արձագանքեցին, թե շտկումներ կանեն։ Բայց մեկ է, դատելով պատասխանատուների հայտարարություններից, ամռանը ջուրը ժամով կլինի։
Ամռանը ջրանջատումներից խուսափել չի լինի, ջրային կոմիտեի նախագահ Արամաստ Ղալամքարյանն այսօր խորհրդարանում նշեց, Վեոլիայի օրերս հրապարակած ջրամատակարարման գրաֆիկը կվերանայվի, բայց 24 ժամյա ջրամատակարարում ապահովելը միևնույն է հնարավոր չէ։ Այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, մենք կունենանք ժամերի ավելացում։ Գիշերը 12-ից մինչև առավոտյան 7-ը ջրանջատման մասին Վեոլիայի հայտարարությանը հետևած հանրային դժգոհություններից հետո տարածքային կառավարման նախարարը 3 երեկոյան Facebook-յան իր էջում գրեց. «Կառավարությունը միջամտել է եւ ջրամատակարարման գրաֆիկը չի փոխվի»։ Արդարադատության նախկին նախարար իրավաբան Արփին Հովհաննիսյանը, որ շուրջ 1 տարի զբաղվում է Վեոլիայից դժգոհ բնակիչների խնդիրներով, արձագանքում է. Ցանկացած բանական մարդ բնականաբար դիտարկում է նախընտրական տրամաբանության շրջանակներում, հասկանում, որ չեն ցանկացել պարզապես լարել իրավիճակը։ Արամաստ Ղալամքարյանն էլ է պնդում, այս աղմուկը նաև քաղաքական ենթատեքստ ունի։ Բոլորս հասկանում ենք, նախընտրական շրջանում ենք, նման թեմաները, այո, ոմանց կողմից օգտագործվում են, բայց մի բան հստակ է։ Վեոլիան ունեցել է պարտավորություն համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցը, որը հրապարակել է։ Վեոլիա ջրի հրապարակած ցանքն ըստ որի 17 ժամյա ջրային գրաֆիկը, իսկ 51 բնակավայրերում 6 ժամյան խնդրահարույց է որակել նաև կառավարությունը։ Սա նախարար Խուդաթյանի պնդումն է։ Ըստ նրա, օպերատիվ խորհրդակցություն է հրավիրվել ու որոշվել։ Ջրային կոմիտեն, հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովն ու Վեոլիա ջուր ընկերությունը 2 շաբաթ անց բարելավված ջրամատակարարման ժամանակացույց կհրապարակեն։ Ստացվում է, որ Հայաստանի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման պարտավորությունը 15 տարով ստանձնած ֆրանսիական Վեոլիա ջուրն ինքնուրույն է այդ որոշումը կայացրել։ Վարձակալության պայմանագրի կողմ հանդիսացող ջրային կոմիտեի նախագահ Արամաստ Ղալամքարյանն ասաց. Մեզ հետ համաձայնեցրած չի եղել։ Իսկ այդպես լինում է, որ ձեզ այդ կոմիտեի հետ չհամաձայնեցած գրաֆիկ են փոխում։ Դե փաստացի եղել է, տեսնում եք։ Բա ինչպես է գնահատում դա։ Դե տեսակ, ինչ որոշում կայացվեց։ Վեոլիա ջուրը հայտարարել էր, որ անցնում են ամառային ռեժիմի ջուրը խնայելու նպատակով, որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական ջրաղբյուրներում 24%-ով նվազել է ջուրը, որ համակարգի հնարավորությունները սահմանափակ են ու որ զգալի աճել է սպառողների թիվը։ Ջրային կոմիտեի նախագահ Արամաստ Ղալամքարյանն այսօր շարունակեց այս հիմնավորումները։ Եթե 2020 թվականին միայն Երևանում նոր բաժանորդների թիվը 600 էր, ապա 5 տարի անց ըստ նրա 2025-ին լայնածավալ կառուցապատումից հետո 14.5 անգամ ավելացել է նոր բաժանորդների թիվն ու դարձել 8700։ Պաշտոնյան պնդեց ամռան ամիսներին ջուրը չի բավարարում, ուստի գիշերը միևնույնն է անջատումներ լինելու են։ Պարզապես ժամերը կկրճատվեն։ Օրինակ գիշերը 24-ից մինչև առավոտյան 7-ի փոխարեն գուցե գիշերը 2-ից մինչև լուսաբացի 5 ջրերն անջատվեն։ Դեպի Երևան մղվող ջրի մերձակայքում, այսինքն այդ խողովակաշարերի մերձակա գյուղերի բնակիչները, Երևանի բնակիչները, Երևանի արվարձանների բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով։ Դրա համար խմելու ջուրը չի բավարարում։ Բնականաբար շոկ եղանակ է, մարդիկ ավելի շատ են սկսում ջուր օգտագործել, այդ պատճառով ջուրը չի բավարարում։ Ինչու պետք է բնակչի խմելու ջրի գրաֆիկը կրճատվի, եթե կառավարությունն իր ենթակա կառույցներով չի կարողանում ջրի ահռելի կորուստի հարցը լուծի։ Կոմիտեի նախագահին հարցրին լրագրողները, ասաց 2018-ից մինչև հիմա Վեոլիան 200 միլիոն եվրոյի վճարում է արել, ու պետությունն այդ գումարների մի մասը հետ է վերադարձրել ընկերությանը եւ հավելյալ 15 միլիարդ դրամի էլ ներդրում արել։ Ջրային կոմիտեի նախագահի պնդմամբ 2024-25 թվականներին կառավարությունը մի քայլով է ընդառաջել ընկերությանը։ Որոշում կայացվեց, որ այն գումարները, որոնք Վեոլիան վճարում է կառավարությունը վերադարձնում է Վեոլիային պայմանով, որ դրանք պիտի ներդրվեն ենթակառուցվածքների արդիականացման մեջ։ Եվ ի հավելումն այդ գումարների կառավարությունը իր կողմից նաև լրացուցիչ գումարներ, մոտավորապես նույն չափի գումարներ ուղղում են նորից ենթակառուցվածքներին։ Այս պահին հենց ջրային կոմիտեի իրականացմամբ մենք ունենք 13 ենթածրագիր Հայաստանում, որից 3 մարզերում, 10 Երևանում։ Արդյունքում մենք 2 տարվա ընթացքում 22 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ ենք իրականացնելու եւ դրանց շնորհիվ, դրանց արդյունքում ունենալու ենք մոտավորապես 300 լիտր վարկյան խնայված։ Որպեսզի պատկերացնեք, մոտավորապես 70 լիտր վարկյանը դա 1 ժամ ջրամատակարարում է ամբողջ Երևանի համար։ Առաջիկա 5 տարիների համար էլ Հայաստանը վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից 70 միլիոն եվրոյի վարկ է վերցրել, որ Հայաստանի ջրի եւ ռոռոկման ծառայությունները բարելավվի։ Իրավաբան Արփին Հովհաննիսյանը կարծում է, որ պաշտոնյաների նշած ջրամատակարարման նոր գրաֆիկը Վեոլիան չի ընդունելու, որ 24 ժամվա ջրամատակարարում չի լինելու երկրում, պնդում է նաեւ նա, բայց իր բացատրություններով։ Որովհետև
10 տարի շարունակ պետությունը անհրաժեշտ ծավալով ներդրումներ չանելով խրախուսել է, որ այդ անհրաժեշտ ծավալով ներդրումները իր մասով չանի Վեոլա ջուրը, իրենք վարձավճարները անգամ որ մեր պետք է պետությանը տան, իրենք վարձով է տված այդ ջրերը, հա, իրենք դա էլ չեն արել, պետությունը ներել է։ Պետությունը ներել է նրանց անգամ տուգանքը, որը նշանակել է աուդիտորը, պատկերացնում եք, 5 տարի չկա տեխնիկական աուդիտոր, որը ճիշտը կասեր մեզ բոլորիս Վեոլա ջրի մասին։ Եվ այս ամենից հետո փորձում են ասել, որ իրավիճակը կշտկվի։ Չի շտկվելու, մենք շարունակելու ենք ձեռքը պահել զարկերակին եւ դիմելու ենք բնականաբար այն բոլոր մարմիններին, որոնք պատկանեն ու այս հարցում ունեն իրավասություն։ Միջազգային թեմաների մասին Միացյալ Նահանգներն ու Իրանը Ժնևում բանակցություններ են վարում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Զուգահեռ երկու մայրաքաղաքներից կոշտ հռետորաբանությունը չի դադարում։ Կհաջողի կանխել ռազմական հակամարտությունը, գլխավոր հարցը հենց սա է։ Միացյալ Նահանգներն ու Իրանն այսօր Ժնևում Օմանի միջնորդությամբ 3 ժամ բանակցել են քննարկելու Թեհրանի միջուկային ծրագիրը եւ կանխելու ԱՄՆ հնարավոր հարվածները, որը վերջին շաբաթներին մեծ թվով ռազմական տեխնիկա եւ զորք է կուտակել Մերձավոր Արևելքում։ Օմանի արտգործնախարարը հայտնել է, որ բանակցություններն անցել են դրական մթնոլորտում, տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում։ Բադր Ալ-Բուսայդիի խոսքով ամերիկացի պատվիրակներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները շատ բաց են նոր եւ ստեղծարար գաղափարների եւ լուծումների համար։ Օմանցի պաշտոնյան նաեւ հայտնել է, որ քննարկվել են թե Իրանի առաջարկները, թե ԱՄՆ-ի պատասխաններն ու հարցումները Իրանի միջուկային ծրագրի հիմնական տարրերի վերաբերյալ, նաև համաձայնության հասնելու համար անհրաժեշտ երաշխիքները։ Սակայն իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ին ասել է, որ հանդիպումը շատ լարված է անցել, բարձրացվել են նոր գաղափարներ, որոնք դեռ պետք է քննարկվեն։ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտնել է, որ կարևոր առաջարկներ են արվել ինչպես միջուկային ծրագրի, այնպես էլ պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Բարձրացվել են հարցեր, որոնց շուրջ կողմերը պետք է լրացուցիչ խորհրդակցեն իրենց ղեկավարության հետ, ասել է նա։ Իրանական ԻՌՆԱ պետական գործակալության փոխանցմամբ 3 ժամ անց կողմերն ընդմիջում են վերցել եւ հեռացել Օմանի դեսպանի կեցավայրից, որտեղ բանակցում էին։ Բանակցությունները կվերսկսվեն երեկոյան ավելի ուշ։ Ալ Ջազիրայի հաղորդմամբ օրակարգում 3 գլխավոր հարց է որոշել, թե ինչ աստիճանի Իրանը կարող է հարստացնել ուրանը, ինչ անել արդեն հարստացվածի հետ եւ ստեղծել միջուկային ծրագրի թափանցիկությունն ապահովող մեխանիզմ։ ԻՌՆԱ-ի փոխանցմամբ Իրանի ներկայացած առաջարկները նպատակ ունեն ստուգելու արդյոք Միացյալ Նահանգները լուրջ է տրամադրված։ Եթե ԱՄՆ-ն մերժի դրանք, դրանով կհաստատի Թեհրանի կասկածները, որ մտադիր չէ խնդիրը լուծել դիվանագիտությամբ։ Մինչ կողմերը բանակցում էին, բազմաթիվ իրանցիներ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ցույց էին անում ընդդեմ Իրանի գործող կառավարության։ Շատերը պարզել են Իրանի նախկին պետական դրոշը, ինչպես նաև Իսրայելի դրոշը։ Իրանի արտգործնախարարը Ժնև մեկնելուց առաջ ասել էր, որ Միացյալ Նահանգների հետ հնարավոր է արդար համաձայնության հասնել, սակայն Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել իր իրավունքներից, զգուշացրել էր Աբբաս Արաղչին։ Մենք պատրաստ ենք պատասխանել հարցերին, պատրաստ ենք վերացնել մտահոգությունները, բայց պատրաստ չենք հրաժարվել միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման մեր իրավունքից։ Սա է մեր պահանջը։ Իրանի գլխավոր դիվանագետը նաև ասել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում մի շարք ռազմաբազաներ ունի ու եթե պատերազմ սկսի Իրանի դեմ, դա կլինի ավերիչ պատերազմ, որից ոչ ոք հաղթող դուրս չի գա։ Այնպես որ դա շատ սարսափելի սցենար է, զգուշացրել է նա։ Հանդիպումից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը կոնգրեսում հայտարարեց, որ Իրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ։ Նույնը 3 կրկնել է փոխնախագահը։ Ջեյ Դիվենսն ասել է, թե ԱՄՆ-ն տվյալներ ունի, որ Իրանը կրկին փորձում է միջուկային զենք ստեղծել։ Իսկ դա խնդիրներ է ստեղծում Միացյալ Նահանգների համար, ասել է նա։ Մենք տեսել ենք ապացույցներ, որ նրանք փորձել են անել հենց դա, այսպիսով նախագահը ուղարկում է իր բանակցողներին այդ խնդիրը լուծելու համար։ Նախագահը բազմիցս է ասել, որ ցանկանում է խնդիրը լուծել դիվանագիտությամբ, բայց իհարկե նախագահը ունի նաև այլ տարբերակներ։ ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել է, որ միջուկային ծրագրին զուգահեռ Իրանը նաև փորձում է միջմայրցամաքային բալեստիկ հրթիռներ ստեղծել, որոնք կարող են հասնել Եվրոպայի մեծ մասին Մերձավոր Արևելքի երկրներ, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաները։ Ավելին, ըստ Մարկո Ռուբիոյի, ամեն տարի դրանց հեռահարությունն ավելանում է եւ այդ հրթիռներն այժմ կարող են հասնել նաև Միացյալ Նահանգներ, ինչը լուրջ սպառնալիք է երկրի համար։ Նրանք արդեն ունեն հրթիռներ, որոնք սպառնում են ամերիկյան շահերին։ Նրանք ունեն հազարավոր կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բազաներին։ Սա արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիք է։ Իրանի նախագահն արձագանքել է պնդելով, որ Իրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել, քանզի երկրի հոգևոր առաջնորդն արգելել է դա։ Մասուդ Փեզեշկյանը նաև պատասխանել է Թրամփի հայտարարությանը, թե Իրանն ահաբեկչության գլոբալ հովանավոր է։ Նա ասել է, որ Իրանը ոչ միայն ահաբեկչության հովանավոր չէ, այլև դրա գլխավոր զոհերից մեկն է։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև լարվածության աճի ֆոնին մի քանի երկրներ սկսել է Մերձավոր Արևելքի որոշ երկրներում իրենց դիվանագիտական անձնակազմի մի մասին դուրս բերել։ Քաղաքացիներին էլ խորհուրդ են տալիս խուսափել Իրան մեկնելուց։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել հնարավորինս շուտ ավարտել պատերազմը, հաղորդում է Axios-ը։ Ուկրաինացի պաշտոնյան պարբերականին նաև հայտնել է, որ Թրամփը հաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը Ուկրաինային տրամադրել զգալի անվտանգության երաշխիքներ, որպես Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի մաս։ Մինչ այդ անցած գիշեր ռուսական կողմը անօդաչուներով և հրթիռներով հարվածել է Կիևին և Ուկրաինայի մի քանի շրջանների, կան վիրավորներ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի 4-րդ տարելիցը 2 օր առաջ լրացավ, բայց 5-րդ տարում էլ խաղաղության հեռանկարը դեռ անորոշ է։ Ազատություն ռադիոկայանի թղթակից Մարիան Քուշնիրը հետևել է Ուկրաինայի պատերազմում անհետ կորած զինվորների որոնման և նույնականացման, ինչպես նաև անհայտ մասունքներին անուն տալու բարդ ու ծանր գործընթացին։ Անունս տվեք վավերագրական ֆիլմը կարող եք դիտել Ազատության YouTube-ի ալիքում և Facebook-յան էջում։ Չկան անուններ, չկան գերեզմաններ, չկա խաղաղություն։ 80,000 ուկրաինացի զինվորներ դեռ պետք է գտնվեն, որ հողին հանձնվեն։ 27 տարի է ես զոհվածներին եմ որոնում։ Դա իմ առաքելությունն է այս երկրի վրա։ Ինչու ես կյանքդ վտանգում, այս ոսկորները հավաքելու համար։ Որովհետև մենք ոչ թե մեռածներին ենք փրկում, այլ ողջերին։ Հասկանում եք, քո ապագան 10 հանուն ուրիշների ապագայի։ Պարզել նրանց անունները, որ ընտանիքները կարողանան սգալ։ Ծանր է, ամեն օր ծանր է, չի կարելի ասել, թե աշխատակիցները ժամանակի ընթացքում վարժվում են դրան։ Անհնար է սովորել մարդկային վշտին և տառապանքին։ Ես ու գործընկերներիցս ոմանք ուղղակի հետաձգել ենք մեր կյանքը։ Հասկանում եմ, ավելի լավ է ասել ինքը չէ, որ մայրը շարունակի ապրել հույսով ու իրեն քիչ թե շատ հանգիստ զգա։ Տուն տանել նրանց։ Մարմիններն ամիսներով, երբեմն տարիներով մնացել են դաշտերում ու անտառներում, դա դժվարացնում է նույնականացումը։ Օդում հոտ է, որ ներթափանցում է հագուստի, կոշիկի յուրաքանչյուր մոլեկուլի, մազերի բջիջների և հիշողության խորքերը։ Ամեն պարկում կա մեկը, ում անունը դեռ պետք է պարզվի։ Կարևոր է վերականգնել ձեռքերի մատների բջջանյութը մատնահետքեր վերցնելու համար։ Հավանական է, որ նրա ինքնությունը ավելի արագ կպարզվի մատնահետքերով, քան գենետիկայով։ Ոսկոր առ ոսկոր մարմինը վերակառուցվում է դիագրամի վրա ու յուրաքանչյուր դետալ ուշադիր հետազոտվում։ Իվան Կուկովիցկու դուստրը ծնվեց հոր անհետանալուց 1 ամիս անց։ Ես մինչև վերջ հավատում էի։ Կյանքն այնքան սարսափելի բան է։ 1 տարվա ընթացքում ես հասցրի ամուսնանալ, դառնալ կին, մայր և այրի։ Այսօր Ազատության եթերում։ Կեսգիշերին UEFA-ի կոնֆերենցիաների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆի շրջանակներում կկայանա Ազ Ալքմար Նոա պատասխան հանդիպումը։ Երևանյան ակումբի գլխավոր մարզիչը նախօրեին կարծիք է հայտնել, ծանր ու բարդ հանդիպում է սպասվում։ Նոան առաջին հայաստանյան ակումբն է, որը երբևէ հաղթանակ է տարել Եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆում։ Առաջին խաղում Նոան էր հաղթել Ալքմարին։ Մեր թղթակից Մարինե Խաչատրյանը Նիդերլանդներից նախախաղային տրամադրությունների մասին կպատմի։ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆի առաջին խաղում Ալկմարի թիմի նկատմամբ Երևանի Նոայի հաղթանակից հետո այսօր արդեն Ալկմարի այս մարզադաշտում տեղի կունենա պատասխան հանդիպումը։ Այս ստադիոնը կարող է ընդունել ավելի քան 19,000 հայ երկրպագուների համար հատկացված է 950 տեղ։
Ակումբը օրեր առաջ հայտարարեց, որ բոլոր տոմսերը սպառվել են։ I think all my friends and all my family will come. Կարծում եմ բոլոր ընկերներս, ընտանիքիս անդամները կգան, դա ինձ հավելյալուշ կտա։ Հայաստանի համար այս խաղը մեծ իրադարձություն է։ Ինչին հասել է Նոան, շատ մեծ նվաճում է, իհարկե ավելին ենք ցանկանում, բայց սա արդեն իսկ նվաճում է։ Ամբողջ երկիրն աջակցում է մեզ, որն իսկապես հաճելի է։ That is well more. Very tough and very hard match is in front of us. Շատ ծանր եւ բարդ հանդիպում է մեզ սպասվում։ Գիտենք, թե ում դեմ ենք խաղալու։ Նրանք այժմ խաղալու են իրենց դաշտում, իրենց երկրվագուների աջակցությամբ։ Առաջին խաղից տարբերվող հանդիպում է սպասվում։ Շատ ենք հարգում նրանց, բայց եւ հավատում ենք մեր որակներին եւ պատրաստ կլինենք մրցել։ But also we believe in our qualities and we will be ready to compete tomorrow. Նոան առաջին հայաստանյան ակումբն է, որը եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյօֆում հաղթանակ է տանում։ Երևանյան խաղում հաղթական գոլի հեղինակ դարձավ Նոայի ավագ Հովհաննես Համբարձումյանը։ Շատ տպավորիչ հաղթանակ էր հոլանդական հեղինակավոր թիմի դեմ խաղում։ Հանդիպումից առաջ քչերն էին հավատում դրան, բայց իրականություն դարձավ։ Ինձ թվում է Նոան շատ լավ պատրաստվել էր խաղին, ինչը մենք տեսանք արդեն հանդիպման ժամանակ։ Իսկ Ազա Ալկմարը իր լավագույն վիճակում չէր, ուներ խնդիրներ, ինչը երևաց արդեն խաղադաշտում։ Ամեն դեպքում Նոան խաղով գերազանցեց, դա կարևոր էր, ոչ թե ինչ-որ պատահականության արդյունքում հաղթեց։ Ինձ թվում է մրցակցի ստադիոնում շատ ավելի դժվար է լինելու, մրցակիցը լուրջ է տրամադրված լինելու, նաև մի քանի առանցքային ֆուտբոլիստներ վնասվածքից ապաքինվել են եւ խաղալու են։ Ինձ թվում է մեծ ճնշում է լինելու Ազա Ալկմարի կողմից, նաև ունեն շատ լավ հարձակվող, որը սովորաբար գոլեր է խփում։ Նոային անհրաժեշտ է լինելու խաղալ կազմակերպված, հոգեբանորեն պատրաստ լինել այդ ճնշմանը ու օգտագործել եղած հնարավորությունները։ Ինձ թվում է Ազա Ալկմարը թույլ կտա Նոային որոշակի գոլային պահեր ունենալ, պետք է փորձել օգտվել ու նաև հնարավորինս լավ պաշտպանվել։ Սրանք էին այս եթերաժամի թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մեզ հետևեք YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, azatutsun.am մեր ինտերնետային էջը այցելեք, հաջողություն։